Տերը բերեց, մեզ սարքեց մի ընտանիք։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, որ այս ամենի համար գինա վճարված, սիրելիս, խաչի վրա գինա վճարված, որ մենք այսօր հավաքվենք փառք տանք Տիրոջը։ Գնահատի այս ժամերը, որ Աստծո տան մեջ ես։ Գնահատի այս ժամերը, որ դու եկել ես Տիրոջը փառք տալու։ Գիտես այնքան կարևոր է, սիրելիս, վայրեր կա երկրի վրա, որտեղ մարդիկ չգիտեն որտեղ ծնկեն մի հատ աղոտ քանեն կամ մի հատ գիր կարդան։ Բայց այսօր դու ես երկրի մեջ ապրում ես, հնարավորություն ունես որտեղ ուզես կանգնես Հիսուսի անունը տաս։ Փառք տուր Տիրոջը ու գնահատի ես ամեն ինչը, սիրելիս։ Էսին էս չի, որ պետք է սենց էլ լներ։ Ինչի կան տեղեր, որ արգելված է, կան տեղեր, որ գիրքը բռնում են մոտները սպանում են, կան տեղեր, որտեղ աղոթքի ժամանակ տանում կախում են, չէ՞։ Բայց այսօր դու խաղաղության մեջ փառավորում ես Տիրոջը, էսի գնահատի։ Գուցե կա ժամանակներ, որ հնարավորություն չունենանք սենց հավաքվելու։ Ամեն սիրելներս։ Դրա համար եկեք գնահատենք ամեն մի պահը մեր կյանքի, ամեն մի ժամը մեր կյանքի։ Գնում է ամեն բան, ու շատ արագ, ու շատ արագ։ Մեկ-մեկ շրջվում ես, տենում ես մեկը կար, որ կարա իր մի երկու հատ լավ բան ասեր, էլ չկա։ Եկեք մենք գոնե քրիստոնյաներով չապրենք, գնամ հեռի արի սիրեմ, չէ՞։ Եկեք քանի կենթանի է, լավ բաներ ասա, մի բան փոխանցի, մեկ-մեկ մատ գրկի, մեկ-մեկ ասա լավ կլինի, աղբորդ այն խաչը մեկ-մեկ վերցրա գցի ուսիդ, մի 2 մետր տար էլի, ոչինչ, մեկ էլ տենում ես մնացելա տակը, չի կարում այդ, հա։ Գիտես մենք քրիստոնյաներով մեկ-մեկ գիտես ինչ ենք լնում, մենք մեկ-մեկ լինում ենք խաչի վրա նստողներ։ Մի եղբայր, մի քույր խաչա տանում, ազիվ, մի կերպ տանում է, բա, հելնում նստում ենք այդ խաչի վրա։ Գոնե թեթևացնենք մի քիչ ուսներից գցենք, հելնում նստում ենք խաչի վրա, ասես լրիվ կոպիտ է բառը, քիթու բերնի խփում ենք գետնին ու ազիվ արուն լվա այդ մաս, ասես մի քիչ կոպիտ եմ ասում, որ պատկերացնես, էլի։ Ու իրականում մեկ-մեկը տենց ենք մենք։ Բայց եղիր մեկը, որ քո անունը կգրվի, սիրելիս, այդ մարդու դժվարության մեջ քո անունը իրա մեկա դուս է գալու, հիշի, մեկա դուս է գալու ինքը, Աստծու հետ դուս է գալու։ Բայց եղի դու մեկը, որ Սիմոն Կուրենացի, չէ, այդ մարդու անունը մի տեղ է գրված Աստվածաշնչում, որը որ այդ գյուղից ուղղակի եկել էր, որ զատիկին մասնակցեր, ինքը չէր եկել Հիսուսին տենալու, ինքը եկել էր զատիկին մասնակցեր։ Բայց գիտես ինչ եղավ, իր անունը գրվեց Աստվածաշնչում, ինչի համար։ Իհարկե զոռով բերեցին իրան, խաչը վերցրեց, բայց Հիսուսի խաչը տարավ մի քանի մետր։ Ամեն սիրելներս, եկեք մենք մեկս մյուսի խաչը տանողներ լինենք։ Մեկա դու չես կարա այն քո եղբոր քրոջ խաչը մինչև վերջ տանես, այդ իր խաչն է։ Բայց դու կարաս այդ ճանապարհին մեկ-մեկ իրան ուժ լնես։ Ամեն։ Ու այնքան կարևոր բան է էսի, այնքան կարևոր։ Մեկ-մեկ քո զանգով, քո հարցնելով, քո իմանալով, քո հետաքրքրվելով կարաս իրան ուժ լնես։ Ինչ է քեզանից էթում, չէ՞, ասենք որ կարաս շաբաթվա մեջ այդ քրոջը կամ այդ եղբորը մի հատ ձայնային թողես մի րոպե, 10 վայրկյան, ասես ո՞նց ես ախպերս, ո՞նց ես քուրես։ Էդի բարձրացնող բան է, սիրելիս։ Ու մենք իրար համար, դրա համար ենք մենք իրար հետ մի տան մեջ ապրում։ Շատ կարևոր է, շատ։ Ու դու լինում ես մեկը, որ օգնում է այդ մարդուն։ Դու չես կարա, ամեն մեկս մեր խաչը մենք պիտի տանենք։ Չկա մեկը, որ կգա քո տեղը քո խաչը կտանի ու չել կարա։ Ամեն սիրելներս, բայց դու կարաս օգնող լինես իրան։ Բայց դու կարաս կարեկից լինես։ Չգիտեմ խի ասենց գնում, իմ խոսքը լրի ուրիշ բանի մասին է։ Հալելույա Տեր, հանձնված ենք Տիրոջը, թող Տերը տանի, գուցե ստեղից ոչ մի բան չկարդանք էլ, թող ինքը տանի։ Ամեն թանկագիններս, let's go Սուրբ Հոգի։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը, փառավորվի իր անունը, այնքան հավես է, որ իր ներկայությունը կա, չէ՞, այնքան հավես է, որ սենց հոգով մի բան ենք իրար հետ, այնքան հավես է, որ հակառակություն չես զգում։ Զգում ես խոսքը գնում է առաջի շարքից հետո անցնում է ինքը խոսքը։ Այնքան հավես է ու այնքան հեշտ է ծառայում այդտեղ։ Դրա համար բաց եղեք Աստծո խոսքին։ Բաց եղեք, կապ չունի ով է ծառայում։ Դու բաց եղի, քո բաժինը կառնես դու։ Գիտես, երբ որ գալիս ես ծառայության, բաժինդ առ։ Դատարկ մի գնա դատարկ։ Եկել է ժամանակ քույրս լավ ասես, չէ, մարդիկ
կիլոմետրեր են կտրել, ու ստեղ Եվրոպայում կիլոմետրները չես կարա չկտրես, մինիմում 80-100 կիլոմետր ամեն մեկս գալիս են, չէ՞։ Տար մի բան հետ այդ։ Օրհնյալ է մեր Տերը։ Գիտես, մարդուն Աստված երբ որ ստեղծել է, իր սրտի մեջ մի հատ տեղ կա։ Այսքան եմ ցույց տալի, բայց ինքը շատ մեծ է։ Պրոստը սրտի չափերի համեմատ եմ այսքան ցույց տալի, էլի։ Որ այդ տեղը մենակ Հիսուսի համար է, սիրելիս։ Այդ տեղը ոչ մի բան եւ ոչ մեկ չի կարող լրացնի։ Չկա տես բան։ Որտեւ Աստված ի սկզբանե ստեղծելով ես էս իմ հայտնությունն է, էլի, այդ տեղը թողեց Հիսուսի համար։ Եվ մարդը, քանի դեռ այդ տեղը չի լցնում Հիսուսով, ինքը կիսատ պռատ է։ Որովհետև ամբողջական չի ինքը։ Մարդը դառնում ամբողջական մարդ եւ իրան լավ ազգում եւ իր աչքերը բացվում են, երբ որ այդ տեղը թագավորինն է։ Իր գահին է նստած թագավոր։ Ամեն։ Իսկ այդ տեղը, գիտես, մեկ-մեկ մտածում եմ, խորում եմ, ասում եմ, մեկ-մեկ էլ ասում եմ, Տեր, ինչ լավ կլներ մի անգամ ովելներ բրծնեինք։ Մի անգամ ընդունել ես, մի անգամ աղոթել ես ու այդ տեղը լրացված է ու դու արդեն հալելույա վիճակա մոտդ։ Բայց այդ տեղը դատարկվում է, սիրելիներս։ Այդ տեղը երբ որ լցնում ենք Հիսուսով, այդ տեղը հետո կամաց դատարկվում է։ Գիտես ոնց, շփվում ես երեխաներիդ հետ, գործի մեջ ես, անելիքներ ունես, տարբեր բաներ ծառայություններով, գիտենք մենք ծառայություններով լցվում է, չի լցվում։ Այդ տեղը լցվում է մենակ իր հետ հաղորդակցվելով։ Չի լցվում ուրիշ ձև։ Չկա որ եկել ես ծառայության, հալելույա, 10 հոգի բժշկվել են, չգիտեմ, հրաշքներ ա կատարվել ու այդ տեղը լցված գնացիր դու։ Չէ, չկա տես բան։ Այդ տեղը մենակ իր հետ Սուրբ Հոգով հաղորդակցության մեջ է լցվում։ Ու իդես շատ ժամանակ, երբ որ ծառայությունը բրծնում է, Սուրբ Հոգին ասում է, հիմա արի իրար հետ շփվենք մի քիչ։ Գիտես ծառայության ժամանակ, վաու։ Ես ինքս ամեն ժամանակ խոսում եմ, խոսացել եմ ու խոսալու եմ, ամեն ժամանակ գալիս եմ Իրանից առնելու ու Իրանից փոխանցելու։ Հիմա ինչքանով է տալիս, ոնց է տալիս, չգիտեմ։ Բայց ես էլ եմ գալիս քոպես Իրանից առնելու, որտեղ մենք անոթներ ենք։ Ես բան չունեմ քեզի տալու, եթե նա չտվեց։ Ես իսկ ինչ չեմ կարա տամ, ուր մնա քեզ։ Երբ որ մարդու խոսքով դու քո մոտ բան ա փոխվում, իմացի մի բան, դա Տերը փոխեց քո կյանքը։ Այդ մարդու միջոցով, բայց ինքը փոխեց քո կյանքը։ Ու բոլոր փառքերն էլ իրան, ամեն թանկագիններս, փառավոր է մեր Տերը։ Դրա համար թանկագինս զորավոր մարդկանց ու ոցյալների ու ծառայողների մի փնտրի։ Տեր Հիսուսի երեսը փնտրի։ Տեր Հիսուսի երեսը փնտրի։ Գիտես, այնպես չի, որ պետք է չգաս եկեղեցի, պետք է չլսես ծառայությունը, պետք է չծառայես, չէ։ Ես ուրիշ բան եմ ասում։ Բայց մարդուց մի սպասի։ Ասում անիծյալ լինի այդ մարդը, որ մարդու վրա է հույսը դրե։ Ամեն, հույսը Տիրոջ վրա դիր։ Հույսը Տիրոջ վրա դիր։ Ունականի։ Փառք մեր Տիրոջը։ Օրհնյալ է մեր Հիսուսը։ Գիտես ժամանակներ կա մեկ մտածում ես ու կարելի է մենակ ուղղակի Հիսուսից խոսել ու Հիսուսի մասին մտածել։ Շատ բաներ էլ պետք չի անես։ Ինչ ասում Հիսուս, ասում որտեղ քույրս չասեց, որտեղ երկու հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ։ Հալելույա։ Մեկ մարդիկ կան հանդիպում ես ու կպավ, մի անգամ զանգիր, բարև ալո ու գնաց Հիսուսից արդեն թեման։ Ու մենք հետենում ես չես ուզում կտրվես։ Գնաց։ Դե բաներ էլ կա հարցնելու իրարից իմանալու, բայց իրանք դառնում են արդեն երրորդ, չորրորդական ու վերջում հաջող ես անում, իսկ ինչի համար որ զանգել էիր, չես էլ հարցնում իրան։ Որտեւ ամեն ինչ առնում ես այդտեղ արդեն։ Ոնց էսնել էլ պետք չի շատ էլի, ոնց ես ինչ ես տենում ես մարդը ոնց է։ Հիսուսի հետ է ուրեմն լավ է։ Կապ չունի ինչ է։ Հիսուսի հետ է լավ է, վերջ։ Հիսուսը մեզ չի ասել, խնդիր չեք ունենալու, ասել է ունենալու եք։
ու մենք էլ ունենք։ Բայց քաջեղեք ես հաղթել եմ։ Փառավոր է մեր Հիսուսը, օրհնյալ է իր անունը։ Փառք մեր Տիրոջը, թանկագիններս։ Հալելույա։ Տիրոջ սիրտը նենց ուրախա ձեր վրա։ Անենց ուրախա Տիրոջ սիրտը, թանկագիններս։ Սրտիդ ներսում հիմա ինչ է կատարվում, մի նեղվի։ Մի հատ դու ունես կարող է 2-3 հատ էլ կողքինդ ունի, այն մյուսն ունի խնդիրներ։ Գիտես, մենք պետք է հասնենք մի հատ մի տեղի, որտեղ հայացքը խնդիրներից թեքենք դեպի Տեր Հիսուսը։ Մեկ որ գիտես մի հատ sense բան է բացե, ես քեզ էլ ասեմ, փոխանցեմ։ Մեկ այդ որ տարիներով այդ խնդրի համար աղոթում ես, չէ՞։ Փոխվում է, մի քիչ մասամբ, մի քիչ էս կոմենկում։ Գիտես այսօրվանից ինչ արա։ Այդ խնդրի համար երկրպագի Տիրոջը։ Ոչ թե ամեն օր գոռա, ասա բժշկի, չգիտեմ, փոխի, չգիտեմ, սկսի երկրպագել Տիրոջը։ Խնդրիդ մի նայ, իրան նայ։ Դեն մեզ տարիներով չի լինում, 1000 օծյալ եկավ աղոթես չփոխվա ոչ մի բան։ Հասկանում ես, չէ՞ հոգևոր եմ խոսում։ Սկսի երկրպագել։ Ասա Տեր դու բարի ես։ Տեր դու բարի ես։ Տեր կապ չունի ես իրավիճակը իմ կյանքում կա, բայց դու բարի ես։ Այնքան դժվար աղոթք կա, չէ՞։ Դու բարի ես, դու լավն ես, Տեր, սիրում եմ քեզ, հակա այդ բանը, ունդես գոռում է այդ իրավիճակը քո վրա, ինչ ես խոսում։ Չէ Տերը բարի է, չէ Տերը գիտի, չէ Տերը տեսնում է, իմ գոռալով, իմ ղժալով, Տիրոջ խիղճը իմ խղճից իմ վրա ավելի շատ է։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Իր խիղճը, իր կարեկցանքը, իր ուզելը, որ քո կյանքում փոխվի բաներ կամ այտենց չլինի, ինձանից շատ է։ Ինչի չի փոխվում։ Ես չգիտեմ ինչի չի փոխվում։ Չգիտեմ։ Բայց մի բան գիտեմ։ Նա արդար Աստված է։ Նա արդար Աստված է։ Ամեն, նա արդար Աստված է։ Կապ չունի իմ կյանքում, ապորս քրոջս կյանքում ինչ է կատարվում, նա արդար է։ Այնպես չի որ մի բան իմ կյանքում փոխվել է կամ լավ չի գնում, իր արդարությունը արդեն էլ չկա։ Հալելույա։ Բռնում ես դրանից պինդ, խնդիրը գուցե մնում է նույնը, բայց քո հավատքը, քո զորությունը, քո Քրիստոսի մեջ ներկայությունը այնքան ավելանում, որ այդ խնդիրը այնքան փոքր է դառնում, բայց այն ժամանակ, որ ամեն օր դրա համար է իր աղոթում, ուտում էր քեզ արդեն բերանը բացել էր ու կուլ էր տալի քեզ։ Ամեն, փորձի անես։ Եթե սկսի գնահատել այն ամենը, ինչ որ ունես։ Ուզում եմ մի կարճ խոսենք գնահատելուց, սիրելիներս, գիտես, այնքան կարևոր բան է գնահատել։ Մենք շատ ենք խոսում գոհությունից, չէ՞։ Բայց ինչի համար գոհանաս, եթե դու չես էլ գնահատում դա ինչ ունես։ Ես ոնց կարամ գոհանամ իմ եղբորից, եթե ես չեմ գնահատում իրան, որ ինչքան արժեքավոր է իմ կողքը, չէ՞, իմ քրոջից, իմ երեխուց, իմ չգիտեմ, ամեն ինչից։ Առաջինը սկսի գնահատել։ Ինչ որ ունես, սկսի գնահատել։ Գիտես, մի նայի, մեկ նայում ես, խոսում ես մարդկանց հետ, ամեն ինչ էլ ունի, թե ֆիզիկապես, թե առողջությունը, թե ունես մի հատ փոքր բան չունի։ Ու սկսում է դրա համար տրտնջալ, խոսալ, այսի չունեմ։ Մեկ ասում ես, հələ մի քիչ sense հետել մի նայի, թեքվի մի փոքր ենկոմ ու տես ինչքան բան ունես։ Բոլորս երկու ձեռ ունենք, չէ՞, ստեղ ոնց որ երկու ոտք ունենք, աչքեր ունենք, հականջներ ունենք, նստած ենք, սիրելիս ներկա է ստեղ, հենց դրա համար սկսի գոհանալ Աստծուց։ Մենք շատ ժամանակ մեր են ունեցվածքը, ինչը որ ունենք, շատ սովորական է թվում։ Որ մի 6 ժամ կարում ես քնես, ամեն օր փառթու Տիրոջը։ Մարդիկ կան երազում են 3 ժամ, որ կարենան քնեն իրանք։ 3 ժամ ուղղակի։ Բայց մեկ էլ ասում է 6.5 ժամ եմ քնել այսօր, անենց հոգնած եմ։ Փառթուր Հիսուսին։ Երեխեդ ժժմա տան մեջ է, բաները անում, չգիտեմ, մեկ էլ բաները գցում ժարտում։
Դասիրակի, բայց փառք տուր Հիսուսին, մի բողոքի։ Երեխեդ այնքան է խոսում զզվզնում է քեզի, փառք տուր Հիսուսին։ Ամեն։ Փառք տուր Տիրոջը, բացա լեզուն խոսում է։ Մարդկա երազում է, որ իր երեխան խոսա։ Փառք տուր Տիրոջը։ Ամեն։ Գնահատիր այն ինչը որ ունես։ Ժամանակ գնահատի։ Գնահատի ես պահը։ Եղբորը դեդ շփում է, քրոջդ հետ։ Գնահատի, ամեն, ինչ որ ունես։ Մի նայ ինչը որ չունես։ Սկսի նայել ինչը որ դու ունես։ Ու փոխվում է լրիվ։ Լրիվ իրավիճակը փոխվում է, երբ որ դու սկսում ես նայել ինչ ունես։ Առաջինը, երբ որ նայում ես, մեկ-մեկ նայում ենք, ասենք ֆիլմեր, բաներ, չէ, ու լացում ենք Հիսուսի համար, որ տենում ենք ոնց են տանջը իրան։ Չէ։ Հիսուսն ասեց իմ համար մի լացեք։ Լացեք ձեր երեխեքի համար։ Մարդու կյանքը ինքը ապաշխարության չի գալի, կարա եկեղեցում լինի։ Մինչև այնքան ժամանակ, որ ինքը իրան չբացվի, որ ինքը մեղավոր մարդ է։ Մարդուն պիտի բացվի, որ ինքը մեղավոր է, որ իր կյանքում ապաշխարություն գա։ Եթե մարդու հետ խոսում ես, ինքը ասում է, ես ինչ եմ անում, որ ախպեր։ Ոչ շնություն եմ անում, ոչ գողանում եմ, ոչ նա ինչ է անում ինքը։ Սկսել է իրան արդարացնել։ Ինչի համար այդ մարդը ապաշխարի։ Բայց երբ որ քեզ բացվում է խորը, թե ես ով եի, Տեր, ու դու ինչ արեցիր իմ համար, ծնկները թուլանում է, ու ընկնում ես իր ոտերի առաջ։ Գրկում ես իր ոտերը ու սկսում ես երկրպագել։ Տեր, այդ խաչյալը ես պիտի լինեի։ Ինձ պիտի ջարդեին ու ծեծեին, իմ մարմինը պիտի տենց անեին, իմ մորուքը պիտի փեդեին, իմ մազերը պիտի հանեին, ինձ պիտի տանջեին, բայց ամենը դու վերցրեցիր քո վրա, Տեր։ Ինչա կատարվում մեր ներսդ, սկսում ես գնահատել խաչը։ Երանի թե մեզ մի փոքր բացվի խաչի գործը։ Մի փոքր, շատ չեմ ասում։ Ինչա կատարվի խաչի վրա։ Ամեն։ Ինչա կատարվի։ Հիսուսը ոնց է ողորմացե մեզ, Աստված։ Մենք այսօր մյուսի ոտը տրորում ենք, չենք կարող ողորմություն գտնենք։ Տարիներով տեսնում ես խնդիրներ։ Տարիներով։ Բա ուր մնաց այդ խաչի զորությունը, ուր մնաց այդ ողորմությունը։ Հիսուսը դրա համար է խաչվե։ Հա? Հիսուսը դրա համար է խաչվե։ Ողորմած եղեք, ինչպես ձեր հայրը ողորմած է։ Ամեն։ Ողորմած եղեք, ինչպես ձեր հայրը ողորմած է։ Փառավոր է մեր Տերը, սիրելիս։ Քայլերիդ մեջ, կյանքիդ մեջ ուշադիր եղի։ Ժամանակդ մի կորցր ասացի ստեղը։ Տարիներով խռով, տարիներով չընդունել իրար, տարիներով խնդիրներ, մենք տենում ես մեծացան, գնացին, վերջի այդ պահին փոշմանեցին, ումներ պետք 20-25 տարի կորցրեցիր, ումներ պետք վերջում որ ասիր, հա ես սխալ եմ կամ այն մյուսը, հասկացի այդ ժամանակ փոխի կյանքդ ու վայելի, Տերը չի տվել, որ ստեղ դու տառապես մենակ, Տերը տվել է, որ դու վայելես, ինչը վայելես, կողքիդ մարդուն վայելի, ընտանիքդ վայելի, երեխեքիդ վայելի, ինչ վայելենք ու չեղ ախպեր, գտի լիքը վայելելու բան կա, կարող է մի բանը պակաս է, լիքը վայելելու բան կա, մի այդ մի բանի վրա կենտրոնացի մնա տեղ, լիքը բան կա, հետնայի կտենաս, լիքը բան ունես վայելելու և Տիրոջը փառք տալու, լավ մի տեղ կարդամ, Կողոցացիս 1:12 և գոհություն տակ հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակում լույսում է։ Ինչի համար գոհություն տանք, որ անարժաններիս արժանացրեց։ Ամեն, անարժաններիս արժանացրեց։ Պողոս առաքյալը իր շուքից, իր շողքից մարդիկ էին բժշկվում, բայց ինքը կանգնում էր եկեղեցու առաջ ու իր ցածր վիճակը բարձրաձայնում էր, ասում էր ինպես մի անարժանի էլ Հիսուսը գտավ։ Այսօր մի քիչ մի բան շարժվում է մեր միջոցով, ասում էր ես էլ առաքյալներից ամենավերջինը
ու Հիսուսը ինձ էլ հանդիպեց։ Հասկանում ես, իրան բացված էր։ Նարեկացի, կարդում ես Նարեկացի ամբողջ գիրքը խոսում է ինքը իր ցածրությունից ու Աստծո վեհությունից ու բարձրությունից։ Ես չեմ ասում մեղադրես քեզ, բայց դու պիտի գիտակցես, թե Հիսուսը ումից ինչ հասարք է ու ինքն արեդի։ Դու պիտի հասկանաս, որ այդ քո փրկության համար մեծ գին ավճարված խաչի վրա։ Բան չունես անելու ամեն օր էդի գոնե հիշի։ Ասա Տեր, շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր։ Շնորհակալ եմ Տեր, որ ինձ փրկեցիր։ Էդի որ մենակ անես երիքա մնացած բաները։ Մնացած բաները կգա իրան։ Փառք մեր Տեր Հիսուսին, օրհնյալ է մեր Տերը։ Օրհնյալ է մեր Տերը։ Մի բան գալիս է, սնուցում կա, հա։ Հիսուսը հակառակն էր անում։ Հիսուսը սկզբից հաց էր տալի, հետո Աստծո խոսք էր տալի, բայց մեր մոտ մի քիչ sense այսօր մի քիչ այնպես գնաց, բայց Հիսուսը իմաստուն է։ Հիսուսը գիտեր մարդու, որ ուշ տալինու մակաշները բացում են, էլի։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Սիրում ես Հիսուսին։ Սիրում ես Հիսուսին։ Հիսուսն ասում էր, որ ինձ սիրում եք, իմ ասածները կանեք։ Հենց մեկ սկսում ես չանել Հիսուսի ասածները, իմացի, որ այդքան էլ լավ չես սիրում։ Հիսուսն ասում եք, ինձ սիրում եք, ասում եք, ինձ սիրում եք, իմ ասածներն արեք։ Նույնը, քո ընտանիքում քո երեխեքի հետ է։ Նույն բանն է։ Սիրում ա քեզ, բան ես ասում, անում ա, որտեվ սիրում ա։ Որտեվ սիրում ա։ Հա, Մարիանա ջան։ Որտեվ սիրում ա։ Գոհությունը լավ բան է, սիրելիս։ Գնահատենք ամեն բան, ինչ որ ունենք ու գոհանանք Տիրոջից։ Ես մի բան եմ հասկացել, որ աղոթքների մեջ Տիրոջը ամենահաճելի աղոթքը դա գոհության աղոթքն է, սիրելիս։ Ամենահաճելի աղոթքը դա գոհության աղոթքն է։ Որովհետև երբ որ նայում ես Աստվածաշունչը, Հիսուսը առաջի բանը, որ անում էր, ինքը գոհանում էր Տիրոջից։ Ամեն։ Ղուկասի մեջ, Մատթեոսի մեջ, հացը, չէ՞, գինին, երբ որ հացը կտրեց տվեց, երբ որ Ղազարոսին հարություն տվեց, ինչ ասեց, ասեց գոհանում եմ քեզանից, կարդանք այդ տեղերը, տես ինձ անցնենք։ Շատ ուժեղ հիմքա գոհությունը։ Ասում է, աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով թող ձեր խնդրվածները հայտնի լինեն Տիրոջը։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպաշտպանի ձեր մտքերն ու սրտերը, որտեղ Հիսուս Քրիստոսում։ Մեկ որ գալիս ես աղոթքի, մի հատ խնդիր ունես։ Աղոթքով, աղոթեցիր, ընկար Տիրոջ առաջ, աղաչանքով, եկար գոհություն հայտնեցիր, այն գոհությունը էլի, չէ որ մի բան տեսար, կես բան տեսար, նա տասիր փառքես, այն գոհությունը, որ ինչքան բան ունես։ Հայտնելով եկար, այն աղբորդ համար, քրոջդ համար, չգիտեմ, եկար, մեկ էլ այն խնդիրը, որի համար որ եկել է իր Տիրոջ առաջ, չես էլ հայտնում իրան։ Չես էլ հայտնում իրան, որտև այնքան գոհություն, դրա համար Աստվածաշնչում ինչ որ գրված է, ինձանից քեզ խորհուրդ, սիրելի քույրս, եղբայրս, հերթականության ուշադիր եղի։ Հերթականության ուշադիր եղի։ Ինչ որ գրված է, դու այդ հերթականությունը պահի։ Հենց խառնում ես տեղերը, մի բան են չի լինում։ Դա պատահական չի գրած, աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինեն Տիրոջը։ Շատ կարևոր բան է, թանկագիններս։ 10 բորոտին բժշկեց, մեկը հետ եկավ։ Ինչ ասեց Հիսուսը։ Ուր են 9։ Ամեն։ Դրա համար թանկագիններս գնահատի ու գոհացի Տիրոջից։ Ինչ որ ունես։ Մի նայի իրավիճակներիդ։ Մի նայի, կմնաս այնտեղ, կթաղվես, կմնաս այնտեղ։ Մեկ կոպիտ է հնչում, բայց կմեռնես այնտեղ։ Նայ Տիրոջը։ Սկսի երկրպագել Տիրոջը։ Սկսի երկրպագել։ Տիրոջ սիրտը նենց է ուրախանում, որ իր երեխեն գոհացող սիրտ ունի։ Նենց է ուրախանում Տերը։ Ես 4 երեխա ունեմ, որ 4-ին էլ նույն բանը անում ես, չէ՞։ Ու մեկը ասում է, մերսի պապ ջան, որ արեցիր, սիրտը տաքանում է իր վրա։
ուզում ես իր համար այնքան շատ անես։ Եթե որևիցե մեկի մատը փուշ մտնի, հայկական էս ձևը լավ է, չէ՞ ավելի։ Սիրտը տա մտնում։ Տարբերություն չկա, սերը նույնն է։ Սերը նույնն է 4-ի վրա է, չէ՞։ Բայց այն գոհացողի վրա ուրիշ ձև է սիրտը տականում, որտեվ ինքը շնորհակալություն հայտնել գիտի։ Ինքը գնահատել գիտի քո արածը։ Ամեն, իսկ այն մյուսները վերցնում են, դե տենց էլ պետք է լիներ, էլի ասենք, բաբան պետք է անել, տես պետք է լինի։ Okay, իրանց էլ ես անում։ Ու նույն ձևի կարաս անես ու անում ես այնպես, որ հանկարծ իրանք չտեսնել են տարբերություն է։ Բայց այն գոհացողի վրա սիրտը տականում է, մտքիդ մեջ է։ Մեկ հարցնում ես, ինչի կարիք ունես։ Որտեվ գիտես էլի սիրտը գոհացում է։ Մեկ առանց ոչ մի բանի ասում, ոչ մի բանի կարիք չունեմ, շատ շնորհակալ եմ, պապ ջան։ Վաու։ Էս ինչ ավես է։ Ու նույնը Աստծո սիրտն է ուրախանում, երբ որ ես ու դու մեր նեղությունների, դժվարությունների մեջ, մեր կարիքների մեջ նայում ենք վերև, ասում ենք շնորհակալ ենք քեզ հայր։ Շնորհակալ ենք, որ ես լույսը բացեցիր մեր վրա։ Շնորհակալ ենք, որ այսօր կանք, քայլում ենք, հանդիպեցինք եղբորս, ծառայեցինք, գնացինք, կերանք, խմեցինք, չգիտեմ, հաղորդակցվեցինք։ Ամեն, այնքան ուրախանում Տիրոջ սիրտը, ասում է, այստեղում կամ ես աղջկան, ինչ անես հալալ է իրան։ Իրոք, ատենց է, գոհություն, 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 գոհություն իրան։ Գիտես մեկ է դժգոհությունից, դու էլ ես դեմքդ էլ է փոխվում, այնքան դժգոհություն ես հայտնել, դեմքը դժգոհի դեմք է։ Հանդիպում ես այնքան դժգոհություն կա ներսը։ Մեկ նայում ես, ասենք մեր ներսը, մեր դրսի արտահայտությունն է, էլի։ Ես միշտ ասում եմ, ստեղ մեր եկեղեցու մի մարդ կա, որ ոնց տեսել եմ իրան, ասենք սկզբից, որ նոր ապաշխարել եմ եկեղեցի եմ եկել, այդ ուրախությունը իր մոտ նույն ձևի մնացել է։ Ու ասում եմ, փառք ես Տեր, փառք ես Հիսուս, նույն ձևի մնացել է։ Ու դու տեսնում ես, որ այդ մարդը շփում ունի Տիրոջ հետ։ Ու այդ մարդու շփումը նույն ձևի չի դադարե։ Ու ինքն էլ այնքան խնդիրներ ունի։ Ամեն, ամեն, եկեք փոխենք մեր մտածելակերպը։ Գիտես, ես կարայի գայի, չգիտեմ, զորությունից խոսեի, չգիտեմ, ես ինչ չէի խոսեի, ասեի, վաու, սենց, բայց Սուրբ Հոգին այսօր տանում է դրան։ Գոհացեք Տիրոջից, ամեն ժամանակ, ամեն ձեր խնդիրների մեջ, ամեն ձեր դժվարությունների մեջ, գոհացեք Տիրոջից։ Սկսի փոխել, կհանդիպենք, ես իմ չգիտեմ, որտեղ, երբ, ոնց, ճամբարին հաստատ, սկսի փոխել այսօրվանից քո աղոթքները, հա? Կհանդիպենք ու կխոսենք, որ դու մինչև իմ աղոթել ես, որ էսի արա, էսի բժշկի, էսի փոխի, էսի արա, ու ինչա կատարվեք քո հետ, ու հիմա սկսել ես այդ խնդրիդ համար Տիրոջից գոհանալ։ Մի ժամանակ կար շատ ծանր ու դժվար ժամանակներ էի անցնում, 3 տարի ու կես փակված մի տեղում դժվար ժամանակներ էի անցնում ու այդ դժվարության մեջ մի օր ծնկեցի Հիսուսի առաջ, իհարկե այդտեղ էլ Հիսուսը գտավ ինձ, մեկ հիմա հարցնում են, ասում են, էլի կանցնես այդ նույնը, ասում եմ, եթե այդտեղ պիտի Հիսուսը գտնի, նորից կանցնեմ այդ ամեն ինչ։ Ու մի անգամ ծնկեցի այդ դժվարության մեջ, նայեցի երկինք ու ասեցի, Տեր, որքան շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրես դժվարությունը անցնելու։ Ու գիտես, դա ինձանից չէր գուցե, կամ չգիտեմ, Սուրբ Հոգին արեց, որ ես այտենց խոսամ ու ասեմ, մի շաբաթ հետո բոլոր իրավիճակները փոխվավ։ Մի շաբաթ չտևեց, ամենը փոխվավ։ Ու ծնկել էի ու շատ դժվար վիճակի մեջ էի, շատ ահավոր։ Ու ասի, փառք եմ տալի քեզ, որ ոչ եղբորս ընտրեցիր, ոչ Փեսուս ընտրեցիր, ու սենց մարդկանց անուններ էի տալի։ Ասի ուրեմ դու ինձ ուժեղ գտար, որտև ասում քո ուժերից շատ չի փորձվի քեզ։ Ու մեկ էլ մի անգամուց փոխվավ իրավիճակները։ Գիտես, ես չեմ ասում Աստված այսօր սպասում է տան, որ գնաս անես ու կփոխվի իրավիճակը, բայց հիշի մի բան, հաճելի է Աստծո առաջ դժվարության ժամանակ գոհություն բարձրացնել։ Գիտես ում հաճելի, Տիրոջը։ Իսկ եթե մի բանը Տիրոջը հաճելի է, շատ զորավոր բաներ կարա կատարվի քո կյանքում։ Ամեն բան կտրվի մեզ մենակ իր կամքի մեջ,
ինչ որ խնդրեք իմ կամքի մեջ։ Մենք գիտենք իր կամքը մի բան է, գոհություն բարձրացրեք Տիրոջը։ Ամեն, գոհություն բարձրացրեք Տիրոջը։ Դա է Տիրոջ կամքը, խոսքի մեջ ասում։ Օրհնյալ է մեր Տեր Հիսուսը, օրհնյալ է մեր Տերը, փառք իրան, փառք իրան։ Մեկ-մեկ sense որ գալիս ես մտնում ես տուն, ասենք, մեկ-մեկ գլուխդ բարձրացրա առաստաղին նայի, պատերին նայի, հելի բակում մի հատ մանարի, ծաղիկներիդ նայի, եթե ունես, հեռուստացույցդ, ավտոդ, աշխատանքդ, ու այդ ամեն ինչ որ տեսնում ես, գլուխդ բարձրացրա վերև, ու գիտես ինչ ասա, ես ով եմ Տեր, որ դու ինձ օրհնել ես սենց, ես ով եմ Տեր, ով ենք մենք, ես մեկ-մեկ իմ գործի մեջ, ասում եմ Տեր, ես ով եմ ես վայրում, որ դու 50, 60 տարի, 100 տարի իրար այդ ապրածների մեջ, որ իրար բարեկամներ են, բերել ես ինձ իրանցից որոշ չափով էլ լավ կյանք ես տվել, ֆինանսապես կամ ոնց ասեմ էլի, ու իրանց մեջ ինձ գործ ես տվել, ով եմ ես Տեր, Եթե այնքան հավես խոնարհություն է Տիրոջը, այնքան հավես խոնարհություն է, ավտո ես քշում ես, լավ ավտո, ցես մի իջի մեջից, որ ես եմ, դա ինքն է քեզ տվել։ Այ երբ որ նայում ես, ասում ես, փառք քեզ Հիսուս, օրհնյալ է քո անունը Տեր, ես դու ես արել իմ համար, ես ով եմ։ Նոր խոսում ենք երեխեքի պահով, չէ՞, ասում ենք երեխեդ որ գասի, երեխուդ մի բան որ տալիս ես, ասում է, գալիս ես իր տուն դրածա, չէ՞։ Մեկ-մեկ շեշտում ասում է, պապեսի դու ես տվել։ Վաու, սիրտը խլվում է ուղղակի։ Պապեսի դու ես արել։ Եթե դա կարևոր չի, որ ինքը անդադ ասի, բայց մեկ-մեկ որ ասում է, չէ՞։ Ես միշտ համեմատում եմ հարաբերությունները մարդ եւ Աստված, հայր եւ որդի հարաբերության հետ։ Ու կոնկրետ 100% նույն հարաբերությունն է։ Նույն հարաբերությունն է, ոնց է շփվում քո երեխեն քո հետ եւ ոնց ես դու շփվում իր հետ եւ հայր եւ որդի հարաբերությունը։ Բայց մի տարբերությամբ դուք որ չար լինելով գիտեք բարի բաներ տալ ձեր որդկանցը, որքան որ հայրը որ երկնքում է, կտա նրանց այն, ինչ որ խնդրում են իրան։ Ամեն թանկագիններս, իրականում գոհացում, թող գոհություն այնքան շատանա սրտիդ մեջ։ Գոհություն, Տեր, սկսի ամեն փոքր դետալներից գոհանալ։ Եթե դու սկսեցիր փոքրի մեջ Աստծուն գտնել ու այնտեղ գոհանալ, լրիվ ուրիշ հարաբերություն է դա։ Լրիվ ուրիշ բան է դա, սիրելիս։ Որ մի հատ, չգիտեմ, մի գործը չի եթում, ասենք աբո եմ անում, օրինակ, սենց օրինակ բեր։ Ու մի հատ քար մնում միշտ տակը։ Ու չգիտես այդ քարը, պիտի հետ քաշես, նորից այդ քարը հանես, նորից հետ տնես։ Ու դες դու չգիտես դրա ձևը, ոնց անես։ Մի անգամ այնքան այտենց արել ենք, բան ու սենց ոչ մեկ չգիտի, ասենք տղեկ հետ էլ աշխատում ենք, հետ ենք քաշում, նորից մաքրում ենք տակը, նորից կպցնում ենք, բան։ Մի անգամ սենց որ հա եղավ, ասի Տեր, մի հատ լուծում տուր էլի ես հախնդրին։ Թողեցի ու սենց սպասում եմ։ Մեկ էլ կողքս մի հատ չագուճ էր դրանց։ Սուրբ հոգին ասեց վեկալ էդի ու խփի այդ քարին։ Ու վերցրեցի, դե շատ ուժեղ չէ որ տեղը մնալի։ Ու կամաս խփեցի այդ քարին, ու անցավ։ Ու կողքը մի հատ բան, ու հետո միտեղ գործ եմ անում, հիմա այնքան արագ բան գնում է, էլի ունեմ այդ բաները մոտս, ասենք մեկ-մեկ ես ասում եմ սենց որ մեծ քար ալնեմ, մեծ շագուճ ունեմ, ասենք դրանով եմ խփում։ Ուրեմն միտեղ մի հատ հոլանդացի գործ ա տվե, եկել եմ անում եմ, բան, ինքն էլ անեի մռա մեծ բանի տերա, մեկ էլ եկավ այն ժամանակ, որ ես արև պրծել եմ ու չագուճը ձեռս քար ամնաց է տակ։ Ասեց ինչ ես անում, ասի չագուճով բահանգ եմ անում, աբո եմ անում։ Ուրեմն հիմա որտեղ էցում ենք ու ինքը ներկայ ալնում, սաղի մոտ ասում է, գիտեք չի ասում է, նորամուծություն կա ասում է, չագուճով բահանգ անել է ասում։ Ունձի ասում էր, բա որ մեծ ալնում քարը, ինչ ես անում, ասում է մեծ կվալտերով եմ։
Ինչ եմ ուզում ասեմ, սիրելիս, նայի, մի հատ իմաստություն տվեց, չագուչը վերցրա խփի, խես այդքան հետ անում, նորից դնում ու տարիներով։ Հետո տես տղեկի հետ որ տեսանք, ասի գտել եմ ձևը, Էվրիկա էլի ասենք, գտանք Ամերիկա, ման չէ։ Ու բոլորը անում են ու ասենք, վաու, ինչ լավ է, էշ ձև է, էլի ասենք։ Ուզում եմ ասեմ, ամեն փոքր բանի մեջ հարցրա Տիրոջը։ Հարցրա, Տեր ո՞նց անեմ։ Մեկ գալիս ես մի բան կա չի ստացվում։ Հա քո ուժերով փորձում ես ու դու էլ, ի՞նչն է կարևորը։ Դրա մեջ մասնագետ ես ու պրոֆեսիոնալ ես։ Մեկ հույսը լրիվ դնում ես քո վրա, որտեղ մասնագետ եմ սրա մեջ։ Ոնց որ Պետրոսը իր հույսը դրեց իր վրա, չէ՞, ես մասնագետ եմ սրա մեջ։ Ծովի ճանապարհները գիտեր, ինքը մասնագետ եմ, ու Հիսուսին թույլ տվեց, որ Հիսուսը քնի։ Որտեղ ինքը մասնագետ էր, ծովի ամեն ալիքների չափերն ու բաները գիտեր, ամբողջ օրը տեղ էր։ Ու Հիսուսը քնեց։ Երբեք քեզ մասնագետ մի կարծի, ոչ մի քո իրավիճակի մեջ, այլ միշտ աշակերտ եղի։ Ու Տերը կսովորացնի քեզ, ու Տերը կբացի։ Դժվար է գնում տարիներով էդի հադու անում ես դժվար, ընենց բան կասի, որ ոչ մի մասնագետ մինչև հիմա չի գտե այդ գաղտնիքը ու քեզ կհուշի ու քեզ կասի ամեն գիտություն Տերիցն է ամեն գիտություն Տերիցն է դրա համար հույսդ Քրիստոսի վրա դիր ամեն դժվարության մեջ նայի վերև ինչքան նայեցիր ներքև այնքան խորտակվելու ես նայի վերև Այս աշկերը մեզ տված չի, որ գետին նայենք։ Չեմ ասում դեմը չնայես, այդ հասն գնես։ Բայց այս աշկերը տված է, որ մենք վերև նայենք։ Միակ մարդն է, որ իր աշկերը տված է վերև նայելու։ Կենթանական աշխարհը լրիվ ներքև է նայում։ Ոչ մի կենթանի չես տենա, սենց այդ հասենք էլի։ Ամեն կենթանի գետին է նայում։ Բայց մարդը միակ արարածն է, որի աշկերը պիտի վերև նայեն։ Խոնարհվելուց էլ, որ իջնում ես խոնարհվում ես իր առաջ, աշկերդ պիտի վերև նայեն։ Մարմինդ իջնում է, բայց աշկերդ վերև պիտի նայի։ Այնտեղից է քո օրհնությունը, այնտեղից է ողորմությունը։ Ամեն սիրելիներս, փառավոր է մեր Տերը։ Փառավոր է մեր Տերը քո իրավիճակի մեջ, քուրս, քո իրավիճակի մեջ։ Հալելույա։ Տեր փառք ես։ Գիտես, գոհությունը ինքը շնորհքի պես բան է։ Շնորհքով մարդիկ են կարող գոհանալ։ Եղել է, որ մի եղբոր կամ մի քրոջ ջանք ես արել, մի բան օրերով, շաբաթներով իր համար մտածել ես, տարել ես, տվել ես, վերցրել ու դրել է մի կողմ։ Իսկ ոնց որ չերել եղել էդի։ Գիտես ինչ անուն կա այդ մարդկանց։ Անշնորհք մարդ ուղղակի։ Քրիստոնյան պիտի շնորհքով լինի սիրելիս։ Շնորհքով փրկված անշնորհք մի եղի։ Մի բան մեկ անում է քեզ, մի բաժակ ջուր է տալի։ Անեն սիրով ու քաղցրությունով գոհություն հայտնի։ Մի մտածի, որ դու էդի գիտես ցածրանում ես։ Դրա համար նայ գոհություն հայտնող մարդը ինքը գիտի ինչ բան է խոնարհություն։ Երբ որ մեկին դու գոհանում ես մեկից մի բանի համար, դու խոնարհվում ես։ Որ ասում ես աղբերս Տերը շատ օրհնի քեզ։ Շնորհակալ եմ քեզանից։ Ես ցույց տվեցի, շնորհակալ եմ քեզանից։ Կարող է դու այս շարժում չես անում, բայց էդի տենց է գալի, շնորհակալ եմ քեզանից։ Չես կարող ասել շնորհակալ եմ քեզանից։ Դեռ ուրիշ բան է, շնորհակալ եմ քեզ։ Շատ մարդիկ չեն կարող գոհություն հայտնեն, որովհետև իրանք չեն կարող ցածրանալ։ Իսկ Հիսուսը գոհանում եմ քեզանից Հայր։ Հիսուսին տանում էին խաչելու, ինքը վերջի ընթրիքն էր տալիս, սիրելիս։ Գիտեր հաջորդ օրը ինչ է կատարվելու։ Ինքը գոհություն բարձրացրեց Տիրոջ։ Ասես գոհանում եմ քեզանից Հայր։
Ինչև افոնդ մալը տալը գոհանում եմ քեզանից Հայր։ Ամեն, թող սիրտդ գոհացողը լինի։ Հնազանդություն ա գոհություն հայտնելը։ Եթե դու ինչ ես անում Աստծուն, հնազանդվում ես։ Շնորհակալ եմ քեզ Տեր։ Շնորհակալ եմ քեզ Տեր։ Շնորհակալ եմ, էսի հնազանդություն ա, հնազանդություն։ Դրա համար ասում եմ, Աստծո կամքը առաջնային դա այն է, որ ես ու դու գոհություն բարձրացնենք նրան։ Գոհություն։ Փառք մեր Տիրոջը։